Տավուշի մարզի Չինարի գյուղում կրակոցներ են լսվում, բայց գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան։ Factor TV-ի հետ զրույցում պնդում է Բերդ խոշորացված համայնքի Չինարի սահմանամերձ բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը։ Վստահեցնում է, գյուղի մոտիկ դիրքերում նույնպես կրակոցներ չկան։ Գյուղի բնակիչները մինչդեռ տարբեր լրատվամիջոցների ասել էին, որ վերջին շաբաթներին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերում ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվում։ Ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները հաջողությամբ ավարտվել են, վարժանքների ընթացքում օգտագործվել են թեթև եւ ծանր տարբեր զինատեսակներ, գնահատվել են հատուկ նշանակության ջոկատների դիպուկահարների հմտությունները։ 2 օր տևած զորավարժությունների շրջանակում իրականացվել են քանդման գործողություններ, պայթյուններ եւ կրակի օժանդակում։ Տիգրան Ավինյանը հայտարարում է, Անիֆի եւ իր հետ կապված իրավական գործընթաց չկա եւ չի կարող լինել։ Երևանի քաղաքապետն այսպես է պատասխանել հարցին, արդյոք իրավական գործընթաց իր Անիֆի գործով կա։ Ավինյանը հավելել է, եթե մամուլի հոդվածների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցեինք, կարծում եմ շատ սխալ տեղում կլինեինք։ Օրերս Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ առաջիկա օրերին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Անիֆ հիմնադրամի շուրջ 25 միլիարդ դրամի փոշիացման գործով։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է ընկերությունների ցանկը, որոնց մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման եւ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Հարկային ստուգումներն իրականացվել են 2005 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ։ 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում եւ առաջադրվել է շուրջ 138 միլիոն դրամի տուգանք։ Բեկ ստուգումների արդյունքում 6 խոշոր հարկ վճարողների մոտ էլ արձանագրվել է 31 չգրանցված աշխատող, առաջադրվել է շուրջ 8 միլիոն դրամի տուգանք։ Հատուկ տրիբունալը, որն արևմուտքի երկրները ցանկանում են ստեղծել Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունները քննելու համար, չի կարող Վլադիմիր Պուտինի դեմ հեռակա դատաքննություն սկսել, քանի դեռ նա զբաղեցնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնը։ Տրիբունալը ստեղծվելու է Հաագայում, սակայն Պուտինի որպես պետության ղեկավարի անձեռնմխելիությունն անհնար է դարձնում նրա դեմ քրեական հետապնդում իրականացնելը առանց դատարանում նրա անձնական ներկայության։ Չնայած Հաագայի միջազգային քրեական դատարանն իրավասություն ունի նման գործերի նկատմամբ, այն տարածվում է միայն այն երկրների վրա, որոնք վերացրել են Հռոմի ստատուտը, Ռուսաստանը դա չի արել։ Այդ պատճառով Կիևի արևմտյան դաշնակիցները ցանկանում են ստեղծել առանձին անկախ դատարան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցագործությունը քննելու համար։ Թեհրանն իրական հնարավորություն է տալիս այս շաբաթավերջին Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նա հավելել է մտադիր են գնահատել մյուս կողմի մտադրությունները եւ որոշում կայացնել։ Իրանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները շաբաթ կժամանեն Օմանի մայրաքաղաք։ Այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նրանք անուղղակի բանակցություններ սկսեն ամերիկյան կողմի հետ։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, Իրանի շահերից է բխում, որ բանակցությունները հաջող ընթանան։ Չինաստանը բարձրացրել է Միացյալ Նահանգներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 125%-ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չինական ապրանքների համար մաքսատուրքերը մինչև 145% բարձրացնելու որոշման։ Սա մեծացնում է առևտրային պատերազմի վտանգը եւ սպառնում խաթարել համաշխարհային մատակարարման շղթաները։ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, Միացյալ Նահանգների կողմից Չինաստանի նկատմամբ անբնական բարձր մաքսատուրքերի սահմանումը լրջորեն խախտում է միջազգային եւ տնտեսական առևտրի կանոնները, դա լիովին միակողմանի ահաբեկում եւ հարկադրանք է։